Ցելյուլիտը վերացնելու գործուն մեթոդներ կան, թե զուր ժամանակի եւ միջոցների վատնում է։ Կոլեգա ունեմ, այլ մասնագետ եմ, կոսմետոլոգի, մի հետաքրքիր արտահայտություն արեց մի օր, ասում է առողջ կինը պետք է ունենա անոթային աստղիկներ եւ ցելյուլիտ հորմոնալ առումով, որովհետեւ ցելյուլիտը հիմնականում էստրոգենների բարձրացման, կանացի հորմոնների բարձրացման արդյունք է, նկատած կլինենք, որ հղիության ժամանակ է շատ-շատանում ցելյուլիտը եւ անոթային աստղիկները, միայն դա ծանրությունից չի երեխայի, բայց միանշանակ դա մի քիչ կատակել է, քանի որ եթե մենք գեղեցիկ ճիշտ ձևով զբաղվենք մեզանով, ունենանք գոնե առաջին աստիճանի ցելյուլիտ, ոչ թե 4-րդ աստիճանի, արդեն ֆիբրոզ ձևով ձևավորված։ Ցելյուլիտի վերացումը դա ապրելակերպ է, Հեղինե ջան, իմ կարծիքով, հա, դա սպորտի նման բան է, չէ՞ որ մենք չենք պահանջում, որ մենք գնանք սպորտի ամսվա մեջ 1 անգամ կամ տարվա մեջ 2 անգամ եւ ունենանք գեղեցիկ մարզիկի մարմին։ Նույնը ցելյուլիտը դա մեր մարմնի մի մասն է, նստակյաց ապրելակերպ, ծխել, շաքարի օգտագործում, այս բոլորը նպաստում են բացի հորմոնալ ֆոնից։ Իսկ բժիշկը կարող է պրոցեդուրաներ անել։ Միանշանակ, այո, կարող է, Հեղինե ջան։ Լիարժեք արդյունք ստացվում է։ Լիարժեք կարող ենք ստանալ արդյունք, բայց եթե պացիենտը գնատուն շարունակի ծխելը, շաքարի օգտագործումը չքչացնի, չզբաղվի ընդհանրապես սպորտով, որոշ ժամանակ հետո դա հետ կգա։ Այսինքն մենք կարող ենք օգնել պացիենտին լրիվ նոր էջից սկսել եւ ապարատային եւ ներարկումային շատ լավ պրոցեդուրաներ կան, որոնք միանշանակ, հա, ունենք պացիենտներ, որոնք հասնում են շատ լավ արդյունքների, բայց պետք է պատկերացնենք, որ կոսմետոլոգի այցելությունը դպրոցն է, որտեղ մենք գնում ենք, ինչ-որ մի բան խաղում ենք, ստանում ենք, բայց մենք չենք կարող տնային աշխատանք չկատարել եւ ցանկանալ ունենալ օրինակ 18-17 տարեկան աղջկա մարմին, երբ որ չենք աշխատում մեզ վրա, ցավոք դա բնությանը հակասում է, դրա համար մի փոքր էլ տանն էլ պետք է ջանքեր անել։